Փառք Տիրոջ, սիրելի երեխաներ, փառք Տիրոջը, որ մենք այսօր Տիրոջ տանն ենք։ Ես միշտ ասում եմ, որովհետև այտենց էլ հավատում եմ, այսօր, այս ժամին, այս քաղաքի մեջ սա ամենալավ տեղն է, որովհետև մենք Տիրոջ անվան շուրջն ենք հավաքվել։ Ես այսօր կուզեմ մի քիչ կիսվեմ հարցերի շուրջը։ Այս աշխարհում շատ հարցեր կան։ Հարցեր մեզ են տալիս, հարցեր մենք ենք տալիս, հարցեր կա, որ ինքներս մեզ պետք է տանք։ Գիտեք, երբ որ սատանան ուզում էր կասկածանք առաջացնի, հարց տվեց։ Նա սկսեց նրանից, որ չեկավ ու Եվային միանգամից ասավ, իմացի, սեն չի, հարցեց ասավ, արդյոք Աստված ասել է։ Ու երբ որ Եվան պատասխանեց, նա ասավ, չէ, տեն չի, արդեն երբ որ երկխոսության մեջ մտան, ինքը կարողացավ այդ հարցերի մեջ կասկածանքներ ցանի ու իր փտած տեսանկյունը կայք ախպերի լավ ասավ, սատանան անշնորհք շնորհություն եւ իրա փտած հոտած այդ մտքերը սկսեց ցանել Եվայի սրտի մեջ հարցեր կան, որ շատ կարևոր են, որոնք մեզ տանում են դեպի ամրության ու առողջության։ Ես այսօր պիտի այդ մասին կիսվեմ, սիրելի երեխաներ։ Մենք պետք է այդ հարցերը ինքներս մեզ տանք։ Լավ կլինի, որ ոչ թե մեզ տան, որովհետև մարդը սրտագետ չի, ինձանից սկսած, մենք կարող ենք հարցեր տալ, որը որ միշտ չի, որ Տիրոջից է, մարդկային է, եւ այդ մեր տված հարցերը մարդուն կարա լավ հետևանքներ չունենա։ Բայց այն հարցերի մասին, որ պիտի խոսամ, այդ հարցերի մասին ավետանում կա, որ մենք պետքա մեզ այդ հարցերը տանք, ինքներս մեզ։ Առակաց 16:25-ի մեջ գրված է, որ մարդու առաջ ճանապարհներ կան, որ ինքը համոզված է, որ դրանք ուղիղ ճանապարհներ են։ Բայց դրանք գրված է մահվան ճանապարհներ։ Այսինքն մարդը այդ ճանապարհով գնում է եւ ինքը համոզված է, որ ինքը շատ ճիշտ ճանապարհի մեջ է։ Բայց այդ ճանապարհը դեպի ձորը, դեպի անդունդն է տանում, դեպի կորուստ է տանում, դեպի մահ է տանում։ Ոնց անենք, որ մենք ինքներս մեր սրտին հարցեր տանք։ Գիտեք, Աստված այնքան պարզացրել է, որպեսզի մենք հանկարծ չմոլորվենք, ասում է, եթե մեկի սիրտը հանդիմանում է իրան, ուրեմն Աստված էլ է հանդիմանում։ Ուրիշի սիրտը չէ, քո սիրտը։ Մենք քրիստոնյաները այնքան կասկածանքով լցված են, մենք եթե մեզ ասում են, բայց ես չգիտեմ, ես մի անկեղծ եմ, թե անկեղծ չես։ Անկեղծ չեմ։ Ես вообще չգիտեմ։ Դու անկեղծ ես, թե անկեղծ։ Ոնց մարդը մի իր սրտի մեջ, գիտես ինչ, մենք կարող ենք խոսալ մի բան, բայց ուրիշ բան մտածենք։ Ռուսերենով ասեմ, հայերենով չեմ հիշում, ասում է каковы мысли в душе человека, таков он сам։ Ինչ որ քո հոգու մեջ է, մտքերը են դու ես, դու հենց այդ ես, ես հենց այդ եմ։ Մենք կարանք ասենք մի բան, մտածենք ուրիշ բան։ Եվ այս կեղծավոր աշխարհի մեջ շատ անգամ է դառնում, ասենք կտենանք ասենք, վայ, ինչ ընտիր շորումն ես, մտքի մեջ կմտածի, քեզ հասնում է։ Այսինքն գովասանքի, կոմպլիմենտների, բայց ավելի լավ է լռես։ Բայց այս աշխարհում ուզում են կոմպլիմենտների միջոցով ինչ որ տեղ գրավել սրտի մեջ։ Մարդու սրտի մեջ մենք գիտենք ինչ մտքեր ունենք մենք։ Դրա համար ընդհանրապես պետք է առանձնանալ ու Տիրոջ լույսի առաջ կանգնել ու սրտերը քննել, որպեսզի մենք կարողանանք տեսնենք մեր իսկական իրավիճակը։ Մարդիկ մեր մասին կարող է շատ մեծ կարծիքներ ասել։ Մի հատ հումոր կա, ասում է մի մեծ մոստի վրա տուրիստական խումբը նայում են այս բարձր կամուրջա ու այս կամուրջից այս գիդը, այդ անցկացնողը ասում է, որ այս կամուրջը սարքվել է, այս ինչ թվին ժամանակին եղել է հրաշքներից մեկը եւ այլն, մեկը տեսնում են այդ ներքևը մեկը խեղդվում է,
Ճվմա օգնեցեք։ Բոլորը խառնվում են, ասում են ով է կարում գլողանա, ով է համարձակվում, փրկել ապեք, բայց սաղ տենում են, որ շատ բարձր է, էլի վախը։ Մեկ էլ մի մարդ թրջմա, գնումա, լավ լողա տալիս, թրջմա, գնումա, բռնումա, հանումա ափ։ Հետո որ այդ քաղաքապետը մեծ մրցանակա ուզում այդ շահը տա այդ մարդուն, ժուրնալիստները, բաները հավաքվում են, հարցեր են տալի, ասում են, բա ոնց դուք համարձակվեցիք, այտենց թռակ բան, դե ասում եմ, ես լավ եմ լող տալիս, բայց որ այդ բրթողին բռնել է։ Մարդկանց կարծիքները մեր մասին կարող լրիվ ուրիշը լի, այն ինչ որ մենք ենք անում։ Ամենաճիշտը, երբ որ մենք Աստծո լույսի առաջ անկեղծությամբ գրված է Աստված անկեղծի հետ անկեղծ է։ Նա երբեք քեզ չի խաբում։ Եթե դու գաս ասես Տեր ջան, ես կույր եմ, ես խուլ եմ։ Հիսուս ասում է, եթե դուք իմանայիք, որ դուք կույր էիք, Աստված ձեզ կառաջնորդեր, բայց եթե դուք մտածում եք, որ դուք տեսնում եք, դուք կույր եք։ Այն քրիստոնյան, որը անկեղծությամբ, առանց որից է մեկի, գալիս է Տիրոջ առաջ ու իրան առաջ հարցեր ա դնում։ Մարդկային հարցեր չէ։ Աստծո խոսքից հարցեր, որը ես շուտով պիտի կարդամ։ Եվ այդ հարցերը տալիս է, որպեսզի Աստված օգնի իրան այդ հարցերի պատասխան ունենա։ Էլի եմ ասում, Աստված անկեղծի հետ անկեղծ է, նենգին լուկավի պատասխանում է իր նենգության համեմատ։ Ուզում եմ, որպեսզի մենք հասկանանք, որ ամենալավ ձևը մենք լինենք անկեղծ Տիրոջ առաջ աղոթքով գանք ու մեր սրտերը քննենք, որ փակենք, անջատենք հեռախոս դուռը, փակենք, մեր ներքին սենյակը մտնենք ու Աստծուն հարցնենք։ Ուզում եմ մի քանի հարցեր հիշեցնեմ, որոնք ինձ համար շատ կարևոր են, հույսով եմ ձեր համար են, որ այդ հարցերը, երբ որ մենք մեզ տանք, էլի եմ ասում, Տիրոջ առաջ։ Մարդկանց առաջ չէ, մարդիկ չեն ախր, մարդը սրտագետ չի, նրանք չեն կարա, մարդը չի կարա, ինչքան էլ բարի ցանկություն ունենա, տենում ես այն շներ, կատուներ, այս վերջերս գնացքով գնում էինք Սամարա ու այդ ես տոմսեր չկա շատ, բակավոյ չնայած, որ մի 3 շաբաթ առաջ եմ առել, բակավոյն էր կալում, ստեղ էր պլասկար տեր, ստեղ էր մի կին կար, կաթով։ Այդ կատին էլ պարոդան են փոքր կարճ ոտքերով, պարոդա է այտենց։ Վայ այնքան կերել էր, լայնությունն ու երկարությունը նույնն էր։ Այնինչ թե ու սաղ ճանապարհին սենց հանում դե մի անդադ ինչ որ բանա տալի անդադ կուշի պի պի սաղ ճան ես գիշերը դե շատ վատն էր տեղը վերել կինում նստեմ նայեմ սենց մա ինչ որ բանա հետը խոսում իշավ Այնքան էր կերակրել, այդ կատուն հաստատ շուտով կգնա, տարիքից շուտ, շատ ասիրեմ, շատ մարդը, մենք չենք պատկերացնում, թե մենք մեր սիրուց ինչքան վնասներ ենք հասցնում մեր երեխեքին, դաստիարակության ժամանակ եւ այլն, բայց Աստված նա կատարյալ է։ Դրա համար լավ կլինի, որ մենք գանք ու Տիրոջ առաջ այս հարցերը տանք։ Առաջի հարցը Երկրորդ Կորինթացիս 13:5 Երկրորդ Կորինթացիս 13:5 Այնտեղ գրված է, որ ձեր անձերը քննեցեք։ Ձեր անձերը քննեցեք։ Հավատքի մեջ եք արդյոք։ Ձեր սրտերը, ձեր անձերը։ Մենք պետք է քննենք մեր հավատքը։ Ցավոք սրտի այսօր մենք այս աշխարհի հոգեբանությունը, փսիխոլոգիան այնքան արագ է տարածվում, որ նույնիսկ եկեղեցիները հոգեբաններ են գործի ընդունում, որոնք կարողանան օգնել, այսինքն պարգևներ, շնորհներ, Սուրբ Հոգու ներգործություն, Սուրբ Հոգու իմաստություն, եթե գրված է, ով որ իմաստության կարիք ունի, թող ինչ անի, խնդրի, եւ թող խնդրի ինչպես, հավատքով։ Այսօր դա հնչում ասենց, ով որ իմաստության կարիք ունի, թող գնա փսիխոլոգի մոտ։ Այդ վիճակներն է գալիս։ Փսիխոլոգներն ես չեմ դատում, որովհետև անհավատների հիմար երևի օգտակար են, չգիտեմ։
Բայց ես գիտեմ մի բան, որ մենք մեր սրտերը պիտի քննենք Տիրոջ խոսքով, ոչ թե հոգեբանորեն, հիշում եմ, եղբայր քարոզումա, այսօր շատ հոգեբանական քարոզները շատ են, որոնք խոսքի հիման վրա չեն, հոգեբանական, պսիխոլոգիչսկի, էլի, Տերնակ չէր Տիրոջ խոսքով խրատեին։ Ասմա քույրեր եղբայրներ դուխով եղեք, դուխները չգցեք, սա ուզում են սկանան ես ինչ ասեմ, դուխները չգցեք, սա լավ ալել, վերջը լավ տիրի, լավատես եղեք, ու լսում եմ, ուզում եմ հասկանամ, ես ինչ ասեմ, ինչի հիման վրա ես հույս ունենամ, ում հավատամ, ոնց ամուր կանգնեմ, ով ինձ օգնի։ Ուզում եմ լավատես եղնեմ, բայց ով իմ ապահովի վաղվա օրվա հույսը, ում վրա հուսամ, ում վրա ապավինեմ, որ լավատես եղնեմ, իմ վրա շատ կուզեմ, որպեսզի մենք հասկանանք կարևոր բան, երբ որ դու քո սիրտը ուզում ես քննես, դու քեզ հարց ես տալիս, ես հավատքի մեջ եմ, թե չէ։ Ինչի հիման վրա պետքա քննենք։ Եթե մենք անալիզներ ենք տալու Արունին վերցնը, իրանց մոտ կա ստանդարտներ, չէ, բաղադրության, ինչ ստանդարտների պետքա արյունը համընկնի, եթե այդ չի համապատասխանում այդ տվյալ ստանդարտներին, ասում են հեմոգլոբինը ցածր է, կամ այս ինչը բարձր է, այս ինչը ցածր, որտեղ կա ոնց որ այդ հիմնական ստանդարտները։ Ինչից ելնելով ես քննեմ, ես հավատքի մեջ եմ, թե չէ, ես պետքա տեսնեմ իմ կյանքը ինչի շուրջն է, ես Աստծուն հավատում եմ խոսքի միջոցով, թե ինչ որ Կոնֆուցիոսը հենց ասել, այն մեկը հենց ասել, քրիստոնյաների մոտ էլ շատ տարածված։ Այդ իմաստուն խոսքերը, մեկ որ ինձ ասում են, ասում կարող է գրվածի այս մասը նկատի ունենաս։ Որտեղ այս աշխարհում այնքան իմաստություններ կա, գիտեք ինչ, դուք երևի տեսել եք Քաշնազարի հեքիաթը, մուլտիկը, ասում է հրամայում են, որ գետը երկու ափ ունենա։ Ասում են, ակունք իմաստության, թե գետը քանի ափ կարող ունենա, չի կարող, գետը երկու ափ չունենա, 3 ափ ունենա, երկու ափ ունենա, ու 3 ափ չի ունենա գետը։ Հրամայում են, որ արևը դուրս գա, լուսինը գնա կորչի։ Ասում են, ես ինչ իմաստուն է։ Այսինքն մեկ աշխարհի իմաստունները, որոշ իմաստություններ կյանքի նայելով, հա, ճիշտ ասում են։ Բայց այդ իմաստունի ասացի վրա, որ դու կյանք սարքես, իմաստունի ասացի վրա, որ դու կյանք սարքես, քեզ օգնող չունես։ Դու մտնում ես քո իմաստության հույսին։ Ասենք ասում ես սենց արան, հենց ար, եթե ես կարդում եմ Տիրոջ խոսքը, ուզում եմ այտենց անեմ, գիտեմ ով է իմ օգնականը, Տերն է իմ օգնականը գրված է։ Ինքն է Տերը, հիշեք, երբեք չմոռանաք, մենակ իր խոսքն է կատարում։ Նա իր խոսքից դուրս բան չի կատարում, որտեղ գրված է նա իր խոսքը Սամոսներից դրեց ավելի վեր, քան իր ամեն անունը։ Ամեն անունից վեր դրեց։ Աստծո շատ անուններ ունի Աստվածաշնչում, որոնք այսպես մեր տեսանկյունից, մեր մարդկային տեսանկյունից դա իր անունը չի։ Դա Աստծո բնութագրությունն է, իր տարբեր բնույթը։ Բայց իր խոսքը ինքը իր ամեն անունից ավել դրեց, այսինքն բարձր դրեց, երբ որ մենք Տիրոջ խոսքով ենք սկսում ապրել։ Դուք երևի շատ եք լսել, չէ՞ մանավանդ մեր հայերներ, դե ախպեր ջան, ամենքն իր ձևով է հավատում։ Չես դե չեմ որ դու ձևով հավատաս։ Մարդը իր ձևով որ հավատում է, ինքը մնում է իր հույսի վրա։ Բայց երբ որ դու հավատում ես Աստծո խոսքին, որտեղ հավատքը լսել է Աստծո խոսքից, արդեն դու քո հույսի վրա ես։ Ինձ ինձ դուրակալի հոբը, որ շատ ծանր վիճակի մեջ էր, ռուսերենով ասում է, я знаю, искупитель мой жив։ Իմ բրկիչս կենդանի է։ Սիրելի քույրեր, եղբայրներ, այն ամենածանր պահին, երբ որ մենք ուզում ենք
Հավատքի քայլ անենք, մենք պետք է հասկանանք, այս որ ես sense համոզիչ, լավատես, հույսով, կյանքին նայել ուզում եմ քայլ անեմ, մի գործ անեմ, այս որտեղից եմ վերցրել, ինձ Աստված կօգնի թե չէ, որովհետև իզուր են շինում տուն շինողները, եթե Տերը չի շինում։ Ուզում ես, որ դու Աստծո օգնությունը, աջակցությունը, մասնակցությունը ունենաս։ Հավատքը մենակ լսելուց չի գրված, հավատքը լսելուց է, դրանով վերջ։ Հենց կոնկրետ գրած է լսելուց է, լսելն է Աստծո խոսքից։ Պողոս առաքյալն ասում այս օրինակը իմ վրա ու Պողոսի վրա բերեցի, որպեսզի մեզանից դուք սովորեք գրվածից ավելին չմտածել։ Գրվածից ավելին չմտածել, այսինքն ես համարձակ քայլ եմ անում կյանքի մեջ, իմ գործի մեջ, իմ բիզնեսի մեջ, իմ ընտանիքիս մեջ, իմ երեխա դաստիարակելու մեջ, իմ կնոջ հետ հարաբերության մեջ, ամուսնու հետ հարաբերության մեջ, բարեկամների մեջ, ծառայության մեջ, ֆինանսների հարցում, կյանքի շատ ոլորտներ կա, բոլոր ոլորտների մեջ ես համարձակ քայլ եմ անում, որտեղ ես նրան եմ հավատում։ Ինչ է նշանակում նրան եմ հավատում։ Խոսքի հիման վրա, որտեղ ոչինչ չի եղել, քան ամեն ինչ ստեղծվել է, կատարվել է միայն խոսքով։ Աստված ոչինչ չի անում, բացի իր խոսքը հաստատելուց։ Աստված ասում է, ես իմ խոսքերից հետևում կանգնած եմ եւ արթուն եմ, որպեսզի ամեն իմ խոսքը կատարվի։ Այսինքն առաջի հարցը մենք մեզ պետք է հարց տանք, ես որ ասում եմ, ես հավատում եմ, ինչի հիման վրա եմ, որովհետև քարոզիչն ասավ, դուք ով եղեք քույրեր եղբայրներ, թե քարոզիչը ասավ, գրված է քույր եղբայրներ, նա չի լքի ու չի թողնի քեզ, որովհետև նա ասել է, որ ես քեզ սիրում եմ, Աստված ասում է, որ ես քեզ ներում եմ, Աստված ասում է, եթե մենք խոստովանենք մեր մեղքերը, նա հավատարիմ է, որ ների մեզ ու ամեն անօրենությունից ազատագրի։ Դա իր խոստմունքներն է։ Պողոս առաքյալն ասում է, որպեսզի մենք սովորենք հավատքով եւ երկայնամտությամբ, համբերությամբ Աստծո խոստումները ժառանգել։ Երկրորդ հարցը սիրելի քույրեր եղբայրներ, որ պիտի մենք տանք։ Առաջի Կորինթացիս 10-րդ գլխի մեջ 12-րդ խոսքը, առաջի Կորինթացիս 10-12-ի մեջ գրված է, եթե դու մտածում ես, ռուսերենով ասում, «Посему кто думает, что он стоит, стихаина, посему кто думает, что он стоит, береги, чтобы не упасть». Եթե մեկը մտածում է, որ հաստատ կանգնած է, զգուշացի։ Գիտեք, շատ անգամ քրիստոնյաները ժողովրդական լեզվով ասել շատ տերված են, այսինքն շատ համոզված են իրանց գիտության վրա, իրանց կյանքի հասկացողության վրա։ Ինչ ես ասեմ, իմ պապը սենց էր ասում, հերս սենց էր ասում, տատը սենց էր ասում, ժողովուրդը սենց, ու իրան ինչ որ հիմքեր ունի, ու ինքը համոզված է, որ ինքը հաստատ կանգնած է։ Մենք պետք է միշտ տեղ թողանք, որ Աստծո խոսքը, երբ որ գալիս է մեզ հասնում, ինչ որ բան փոխվենք։ Եթե մարդը չի մտածում, որ եթե մեկը մտածում է, որ ինքը ամեն բան գիտի արդեն, հենց փորձում ես մի փոքր մի բան սովորեցնես, եթե սովորական բաներն ասեմ, ես մոբիլիզացվում եմ, սենց ասած, բայց եթե Աստծո խոսքից են ասեմ, երկու ականջ ունեմ, երկուսն էլ լապրակատ են դերում, ու շատ էլ լսեմ, ես ինչ ասեմ Տիրոջ խոսքից, որտև այնքան ինձ համար հետաքրքիր է, կապ չունի, ով է քարոզը, որ եղբայրս մեր երիտասարդը քարոզում էր, ես ուշադիր լսում էի ինչ է խոսքից ասել։ Ես այդ օրինակը երևի բերել եմ ստեղ եկեղեցում, բայց մի հատ էլ ասել, խայրլեյու։ Քանի դեռ հայերեն էի ասեմ, բոլորիդ միտքը հասկանում էր ինչ եմ ասում։ Բառեր ասեցի ռուսերեն, չէ, էլի հասկացա, բայց բաշկիրերեն ասի խայրլեյու, հա, բարի ճանապարհ, արդեն շատերի միտքը կտրվեց այդ մոմենտին։ Աստված մեր հետ խոսում է իր խոսքի միջոցով։ Երբ որ քարոզ ենք լսում, մենք պետք է փորձենք լսենք ինչ է խոսքից ասվում։ Մարդկային իմաստությունները շատ են։
Ռուսերենում հենց տենց էլ ասում, чтобы вы не мудрствовали сверх того, что написано։ Այսինքն, քանի դեռ մենք լսում ենք Տիրոջ խոսքը, մենք պետք է միշտ կասկածենք, որ մենք ամեն ինչ գիտենք։ Եթե մեկը չի կասկածում, որ ինքը ամեն ինչ գիտի, ինքը համոզված է, всё, ես արդեն տեղ եմ հասել, ամեն ինչ հասկացել եմ, ամեն ինչ գիտեմ, էլ ոչ մի բան իմ կյանքից մեջ չի փոխվել։ Всё, այդ դեպքում սիրելի քույրեր եղբայրներ, մենք տեսնում ենք, որ մարդու կյանքը կարող ուժեղ ընկնի։ Եթե մեկը մտածում է, որ ինքը հաստատուն կանգնած է, զգուշացի։ Եթե մեկը մտածում է, որ ինքը ամեն ինչ գիտի, զգուշացի։ Այդ ամեն ինչ գիտի մասին գրված առաջի Կորինթացիս 8:2-ը, առաջի Կորինթացիս 8:2-ը։ Русин масма, кто думает, что он знает что-нибудь, тот ничего еще не знает, так как должно знать. Եթե մեկը մտածում է, որ ինքը գիտի, արդեն ոնց որ պետք է, ինքը չգիտի։ Մենք պետք է մի քիչ զգուշանանք, համոզված լինենք Տիրոջ մեջ, բայց մեր խարժենյայի մեջ, մեր քայլելու մեջ, մեր գիտության վրա մի քիչ կասկածենք։ Որպեսզի տեղ ունենանք, էլի, որտեղ դուրը չփակենք, այն հայրը ասած զրզենք գցենք, всё, ասենք, այլ ես սովորելու բան չունի, տեղ եմ հասել։ Եմ հիշում եք, մեծերը կհիշեն երջանկության մեխանիկային, այսքան տարվա ուսուցիչ եմ մեր իշխանությունները, ինչքան ուզում ես, ես արդեն 35 տարիից ավել հավատքի մեջ եմ միշտ վայելում եմ, որ Տերը միշտ նոր խոսք է տալի, նա համ նոր գիտություն է տալի, համ թարմ խոսք է տալի։ Տերը մենք պետք է միշտ պատրաստ լինենք, մի բան որ քարոզում է, լսի թե խոսքից ինչ է Տերը տալի, կամ նորություն է Տերը տալի, կամ թարմություն է Տերը տալի, ու դրանով մեր սիրտը ուժեղ ամրանում է։ Վերջում ես կուզեմ կարդամ Հայտնության 3-րդ գլխի առաջի 3 խոսքերը, Հայտնության 3-րդ գլխի առաջի 3 խոսքերը, ռուսերենով կարդամ, знаю твои дела, ты носишь имя, будто жив, но ты мертв. Бодрствуй и утверждай прочее, близкое к смерти, ибо я нахожу, чтобы дела твои были совершенны. Не խոսքով, ասում դու գրում ես անուն, որ դու կենթանի ես։ Դավիթի եկեղեցի մեջ էլ ասում է, դու մտածում ես, որ ես հարուստ եմ, ոչ մի բանի կարիք չունեմ։ Բայց դու աղքատ ես ասում։ Եթե դարձի չգաս, ես պիտի քեզ փսխեմ։ Այսինքն, սենց ասած, ժայռի անդունդի եզրին կանգնած է։ Սիրելի եմ քույրեր եղբայրներ։ Ես ուզում եմ սրանով վերջացնեմ այսօրվա խոսքը, ուզում եմ, որպեսզի մենք մեր կյանքի մեջ կարողանանք առանձնանանք ու Տիրոջ լույսի առաջ իր խոսքի մեջ մեզ հարցեր տանք։ Այս 3 հարցերը իմ հավատքս ինչի վրա է հիմնված, ես լավ հաստատուն կանգնած եմ թե չէ, եւ ես ամեն բան գիտեմ թե չէ։ Դրանց մեջ մենք պետք է դա առողջ կասկածանքներ է։ Առողջ կա, գիտեք, կա առողջ վախ։ Մենք երեխեքին ասում ենք փողոցը անցնելիս զգուշ է։ Բայց դա չի նշանակում, որ երեխեն տանը նստած պետք է վախենա ամեն ավտոյի գնալու ձայնից։ Տանը նստած ես։ Ինչ ես վա, դա լավ չի։ Բայց երբ որ երեխեն փողոցն անցնում է, ինքը պետք է մենք էլ ինչ երեխա, մենք էլ։ Ու դու չես ասում, կամ ազնովա որ ես էսա անցնեմ։ Մենք կա առողջ վախ։ Աստված հենց ստեղծել է, որ մենք մի շատ տաք բանի ձեռ ենք տալի, մի անգամից քաշում ենք, որտեղ զգում ենք։ Այդտենց հիվանդություն կա, երբ որ մարդը չի զգում, ձեռը տալի, վառվում է, հոտ է գալի, բայց չի, դա հիվանդություն է։ Հիվանդ վիճակ է, երբ որ քրիստոնյան կասկածանքներ, առողջ կասկածանքներ չունի, ուզում եմ էլի շեշտեմ, Աստծո խոսքի հիման վրա։ Տերը օրհնի, որպեսզի մենք այդ խոսքերը ոչ թե սատանայի, ոչ թե մարդկանց, այլ մեր հարցերը մենք տանք մեր սրտին Տիրոջ խոսքի հիման վրա։